Մատթեոս ավետարան 25-րդ գլուխ 1-ից մինչև 13-րդ խոսքը։ Սենց հասկսում Հիսուսը այդ գլուխը ասում է այն ժամանակ կնմանվի երկնքի արքայությունը 10 կույսերի, որ իրանց լապտերները վերառան եւ դուրս եկան Փեսային դիմավորելու։ Նրանցից 5-ը իմաստուն էին եւ 5-ը հիմար։ Այն հիմարները վեր առան իրանց լապտերները, բայց ձեթ վեր չառան իրանց հետ։ Սակայն իմաստունները իրանց ամաններում ձեթ վեր առան իրանց լապտերների հետ մեկտեղ։ Եվ երբ որ Փեսան ուշացավ, ամենքը թմրեցան եւ քնեցին։ Եվ կես գիշերին աղաղակ եղավ, ահա Փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու։ Այն ժամանակ ամեն կույսերը վեր կացան եւ իրանց լապտերները պատրաստեցին։ Բայց հիմարներն ասեցին իմաստուններին. տվեք մեզ ձեր յուղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են։ Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. միգուցե մեզ ու ձեզ բավական չլինի, բայց ավելի լավ գնացեք ծախողների մոտ եւ գնեցեք ձեզ համար։ Եվ երբ որ նրանք գնացին գնելու, Փեսան եկավ եւ պատրաստվածները նրա հետ հարսանիք մտան եւ դուռը փակվեցավ։ Եվ հետո այն մյուս կույսերն էլ եկան եւ ասեցին. Տեր, բաց մեզ։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ես չեմ ճանաչում ձեզ։ Այդ արթուն կացեք, որովհետեւ չգիտեք ոչ օրը եւ ոչ ժամը, որ նրանում մարդի որդին կգա։ Հետաքրքիր է, շատ անգամ մենք ուզում ենք իմանանք Աստծո արքայությունը ինչ ձևի է, ոնց է, չէ՞։ Ու շատ կարևոր է, որ մենք առակները կարդանք, որը որ Հիսուսը նմանացնում է։ Ասում է Աստծո արքայությունը նման է սենց բաների։ Գիտեք, մարդու ամենաբարդ բանը ինչումն է, որ մարդը չի սիրում սпасել։ Մարդու սпасելու ժամանակ իր մոտ գալիս է թուլություն, հիասթափություն, բայց Քրիստոսը այս առակի մեջ ցույց տվեց, որ 10 կույսերն էլ քնել էին սпасելու համար, լռության ժամանակ։ Մենք մեր կյանքի մեջ միշտ ուզում ենք, որ Աստված միշտ խոսա։ Ինչի շատ անգամ Աստված տալիս է մեզ լռության ժամանակ, որ փորձի մեր բարիությունը եւ փորձի մեր հավատարմությունը։ Երբ որ Աստված չի լռում, այդ ժամանակ մենք շատ հավատարմ ու շատ բարի ենք։ Բայց երբ որ Աստված լռում է, այդ ժամանակ շատ է փորձվում մեր բարիությունն ու հավատարմությունը։ Ամեն։ Դրա համար Աստված բերում է մեր կյանքի մեջ ժամանակ, լռության ժամանակ, վերնագիրը տենց եմ դրել, լռության ժամանակ, որ այդ լռության ժամանակ մենք ով կլինենք։ Ինչ գործ կանենք այդ լռության ժամանակ։ Կսպասենք Աստծուն, դե չենք սպասի Աստծուն։ Չգիտեմ ինչի խոփանջիների հետ շատ սիրում եմ։ Այն կանայք, որ տունը սպասում են իրանց ամուսնուն, որ մի տարի չի վերադառնում, այդ կանանց հավատարմությունը երևում է ինչ ձևի հավատարում են իրանց ամուսնուն։ Դժվար է, բայց լռության ժամանակ է։ Բայց երբ որ ամուսին իրանց է տալու, լռության ժամանակ չի, տեղ իրանց ծնեց են պահում, ոնց որ իսկապես կանայք լնեն։ Նույն ձևի, երբ որ Աստված լռում է մեր կյանքի մեջ, սա ցույց է տալ մեր հավատարմությունը դեպի Աստված։ Այդ մի քիչ հետո կվերադառնանք այդ առակին։ Այդից հետո մի հատ էլ առակ ասեց Հիսուսը։ Ուր եմ գրել ես էդի, հեսա։ Մատթեոս ավետարան նույն 25-14-ից 30-ը, որովհետև ինչպես մի մարդ, որ օտար երկիր էր գնում, իր ծառաներին կանչեց եւ իր ունեցածիցը նրանց հանձնեց։ Եվ մեկին 5 քանքար տվավ եւ մյուսին 2 եւ մյուսին 1, յուրաքանչյուրն իր կարողության չափ։ Եվ շուտով գնաց եւ այն 5 քանքար առնողը գնաց նրանցով բան արավ եւ ուրիշ 5 քանքար էլ շահեց։ Այնպես էլ նա, որ 2-ն առավ, ուրիշ 2-ն էլ շահեց։ Իսկ այն 1 առնողը գնաց գետինը փորեց եւ իր տիրոջ արծաթը թաքցրեց։ Եվ շատ ժամանակից հետո գալիս է այն ծառաների տերը եւ նրանցից հաշիվ առնում։ Եվ այն 5 քանքար առնողը մոտ եկավ, ուրիշ 5 քանքար էլ առավ, բերավ եւ ասեց. Տեր, ինձ 5 քանքար տվիր, տես ուրիշ 5 քանքար էլ շահեցի նրանց վրա։ Նրա տերն ասեց նրան. լավ բարի է եւ հավատարիմ ծառա, քեզ բաների վրա հավատարիմ էր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ։ Մտիր քո տիրոջ ուրախությունը։ Եվ այն 2 քանքար առնողն էլ մոտ եկավ եւ ասեց. Տեր, ինձ 2 քանքար տվիր, տես 2 ուրիշ քանքար էլ շահեցի նրանց վրա։
Նրա տերը նրան ասեց. լավ, բարի եւ հավատարիմ ծառա, քիչ բաների վրա հավատարիմ ես, ես քեզ շատ բաների վրա կդնեմ։ Մտիր քո տիրոջ ուրախությունը։ Եվ այն մեկ քանքար առնողը մոտ եկավ եւ ասեց. Տեր, ես ճանաչում եմ քեզ, որ դու մի պինդ մարդ ես։ Հնձում ես ուր որ չսերմեցիր եւ հավաքում ես ուր որ չփռեցիր։ Եվ վախենալով գնացի թաքցրի քո քանքարը գետնի մեջ։ Ահա քոնը առ։ Նրա տերն էլ պատասխանեց եւ ասեց նրան. չար եւ ծույլ ծառա, գիտեր, որ ես հնձում եմ ուր որ չսերմեցի եւ հավաքում եմ ուր որ չփռեցի, ուրեմն պետք էր որ իմ արծաթը սեղանավորներին տայր եւ ես կգայի տոկոսով կառնեի իմը։ Այդ արեք դրանից քանքարը եւ տվեք 10 քանքար ունեցողին, որովհետեւ ամեն ով որ ունի նրան կտրվի եւ կավելանա, բայց նա որ չունի, նրանից այն ունեցածն էլ վեր կառնվի։ Եվ այն անպիտան ծառային հանեցին դրսի խավարը, այնտեղ կլինի լաց եւ ատամներ կրճտել։ Հետաքրիր է, տանտերը երբ որ տվեց այդ ամեն ինչը, չի ցույց տալի որ ծառան բարիա, որ ծառան չարա։ Բայց այդ տանտերը այդ ամեն ինչը տվեց ու գնաց մի երկիր, որը որ լռության ժամանակ էր։ Ծառաները ինչ ուզեին կարային անեին։ Կուզեին լավ կապրեն, կուզեին վատ կապրեն, կուզեին էդի կծախսեին, կուզեին էդի չէին ծախսի։ Բայց լռության ժամանակաշրջանում տեղի ունեցավ, որ այս մարդիկ եւ հավատարիմ են, եւ հավատարիմ չէին։ Շատ անգամ Աստված թույլ է տալի լռություն մեր կյանքի մեջ, որ մենք տենանք, մենք ինչ ձևի կշարժվենք։ Մենք արդյոք իր խոսքի հետևից կգնանք, դե կասենք, սա նորմալ է, ոնց մնացած է ձև մենք։ Երբ որ կարդում ենք Աստվածաշնչի բոլոր պատմությունները, հասկանում ենք ինչ որ ժամանակ Աստված խոսում է ու ինչ որ ժամանակ Աստված լռում է։ Ու այդ լռության ժամանակ ցույց է տալի մեր հավատարմությունը դեպի իրան։ Լռության ժամանակ ցույց է տալ մեր բարիությունը իր խոսքի նկատմամբ։ Եվ այսի շատ կարևոր է որ մենք հասկանանք, Տեր, դու ունես լռության ժամանակաշրջան մեր կյանքի մեջ։ Ամեն։ Տեր օրհնի ամեն մեկից, նույն ձևի 5 իմաստունները, 5 հիմարները, ինչ տեղ ունեցավ, լռության ժամանակաշրջանը բոլոր սկսեցին քնելը։ Եվ Աստված ժամանակ է բերում մեզ լռությունից արթնացնելու համար, ասում է, եւ ձայն լսվեցավ, որ փեսան գալիս է, դա ինչ ձայն էր։ Դա իրավիճակները, տիրապետող ձայներ, դա այս ձայներն է, որ գալիս է մեր համար որպես նշան։ Տեսեք, այդ լռության ժամանակաշրջան տեղի է ունեցել նաև հին ուխտի մեջ։ Տեսեք, Մատթեոսի ավետարանն եմ ես ուզում կարդալ, հետո կիջնենք հին ուխտ։ 3-րդ գլուխը 13-ից 17-րդ խոսքը, երբ որ Հիսուսը մկրտվում էր, ասում է, այն ժամանակ Հիսուսը Գալիլայից եկավ Հորդանան Հովանեսի մոտ նրանից մկրտելու։ Եվ Հովանեսը արգելում էր նրան եւ ասում. ինձ պետք է քեզանից մկրտվել եւ դու ինձ մոտ ես գալիս։ Եվ Հիսուսը պատասխան տվավ եւ ասեց նրան. թույլ տուր հիմա, որովհետեւ այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք։ Այն ժամանակ թույլ տվավ նրան։ Եվ մկրտելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրիցը եւ ահա երկինքը բացվեցավ նրա համար եւ նա տեսավ Աստծո հոգին, որ վայր էր իջնում աղավնիի պես եւ գալիս նրա վրա։ Եվ ահա երկնքիցը ձայն եկավ, որ ասում էր. դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի։ Երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչը, Մաղաքիա մարգարեն գրվել է մոտավորապես Հիսուսից 400 տարի առաջ։ Մաղաքիա մարգարեն եղել է վերջին մարգարեն Իսրայելի։ 400 տարի մինչև Հիսուսի գալը լռության ժամանակաշրջան է եղել, Աստված չի խոսացել ոչ մի բան։ Ու այդ ժամանակ Իսրայելը սկսել է իր ձևով ապրելը։ Ու երբ որ Հիսուսը եկավ, այդ ժամանակ վկայություն եղավ, որ երկնքից ձայն եկավ, Աստված խոսաց։ Տեսեք, երբ որ Աստված խոսում է, նշանակում է ինչ-որ մի բան պատրաստել է արդեն, նոր բան է պատրաստել մեր կյանքի համար։ Բայց երբ որ լռության ժամանակ է տեղի ունենում, հասկանանք մի բան, որ Աստված պատրաստում է մի բան, որ լռությունից հետո Աստված պետք է գործի ուրիշ բան։ Երբ որ լռություն է գալի մեր կյանքի մեջ, մենք հասկանում ենք մի բան, որ Տեր ինչ-որ մի բան պատրաստում է մեզ համար։ Ոչ թե նրա համար, որ Տեր ինչի չես խոսում մեզ հետ, Տեր ինչ եղավ, ինչ ժամանակների մեջ եք անցնում, ոչ, այլ Տերը պատրաստում է։ 400 տարի Աստված լռեց մի բանի համար, որ սերունդ փոխվի,
Մարգարեությունից հետո սերունդ փոխվի, որ այդ 400 տարվա ընթացքում այդ ժողովուրդը հավատարիմ կլինեն իրակ օրենքներին, դե ոչ։ Եվ այդ լռության ժամանակաշրջանում բանից պարզում է այն փարիսեցիները, որ խոսք ունեին Աստծո խոսքը, իրանք պատրաստ չէին Հիսուսին ընդունելու։ Նույնը գանք դեպի Մովսեսի ժամանակ։ Երբ որ Մովսեսը մինչև Մովսեսը Իսրայելը Հովսեփը մահացավ, Իսրայել ժողովուրդը Եգիպտոսում էին արդեն, ասում է եւ մի թագավոր դուրս եկավ, մի փարավոն դուրս եկավ, որ չէր ճանաչում, ու մինչև Մովսեսի գալը 400 տարի լռություն էր։ Նեղություն էր, դժվարություն էր, ցավ էր, ու այս 400 տարին Աստված չէր խոսում ոչ մի իսրայելացի հետ, ոչ մի մարգարե չկար այնտեղ։ Մենք հասկանում ենք մի բան, երբ որ Աստված լռում է, ոչ թե Աստված թողել է մեզ դրա համար է լռում, Աստված բան է պատրաստում մեզ, որ մենք ավելի ուշադիր լինենք իր գործին։ Եվ սրանումն է, երբ որ մենք հասկանում ենք մի բան, որ ինչ տեղի ունեցավ, երբ որ Մովսեսի ժամանակ Աստված լռեց, մարդիկ ստրկության մեջ տանջվում էին, բայց Մովսեսին պատրաստեց Եգիպտոսից դուրս գալու համար։ Ինչ տեղի ունեցավ, երբ որ Հիսուսի ժամանակ Աստված լռեց, Հիսուսին պատրաստեց, որ դժոխքից մարդկանց փրկություն բերի։ Մեր կյանքի մեջ, երբ որ գալիս է լռությունը, լռության ժամանակ Աստված բան ունի պատրաստելու մեզ համար։ Այսինքն լռության ժամանակ մենք ավելի ուշադիր պետք է լինենք, որովհետև Տերը ինչ որ մի բան է պատրաստում ինձ ու քո համար։ Բոլոր կույսերը քնեցին, բայց Աստված չէր քնած, Աստված պատրաստում էր, Փեսայի ձայն էր պատրաստում։ Եվ ինչի համար Աստված բերում է լռության ժամանակաշրջանը, որ անհավատարիմներին հավատարիմներից առանձնացնի։ Ինչի Աստված բերում լռության ժամանակը, որ ոչխարները այծերից առանձնացնի, որ չարերին բարիներից առանձնացնի։ Դե ինչ է հասկանում, դե նորմալ է, սաղ բոնսկան է ձև, չէ նորմալ չի։ Աստված ինադու այդ լռության ժամանակաշրջանը բերել։ Տեսեք, մի տեղ եմ ուզում կարդալ։ Առաջի թագավորաց 3-րդ գլուխ 1-ից մինչև 11-րդ խոսքը։ Ոչինչ, չէ որ խոսքը մի թեթև երկար կարդամ, բայց դա Աստծո խոսքն է։ Եկեք չհոգնենք։ Եթե մի 3-4 խոսք կարդանք իրար հետևից չհոգնենք։ Ու քներսել թող չտանի։ Ով ում քուն տանում է կարա ազատ մանգա հետևում։ Թույլ ենք տալի։ Եվ տեսեք ինչ ասում է։ Եվ Սամվել մանուկը հեղի առաջին տիրոջ ծառայությունն էր անում։ Տեսեք Սամվել մանուկը, մի մանուկ եկել է, մի 3 տարեկան ժամանակ, երբ որ մոր կաթից կդրված է եղել, մերը բերել է Սամվելին հեղի մոտ որպես քահանա ծառայի։ Ու տեսեք ինչ է կատարվում, ասում է, եւ մանուկ Սամվելը ծառայություն էր անում, եւ այն օրերը Տիրոջ խոսքը հազվագութ էր, հայտնի տեսիլ չկար։ Չկար խոսք չկար այդ ժամանակ։ Բայց ուր էին, ուրիշ ծառայող չկար, հեղի որդիները ծառայում են, բայց ինչի չէր ծառայում, Տերը չէր խոսում, որովհետև չէր հավանում իրանց։ Եվ ինչ տեղի ունեցավ այս լռության ժամանակում։ Եվ նրա աչքերը սկսեցին հայտնի տեսիլ չկար, եւ այն ժամանակ եղավ, որ հեղին իր տեղը պարկած էր, եւ նրա աչքերը սկսել էին ծանրանալ, չէր կարողանում տեսնել, եւ Աստծո կանթեղը տակավին չէր հանգչել, եւ Սամվելը քնել էր Տիրոջ տաճարումը, ուր որ Աստծո տապանակն էր։ Եվ Տերը կանչեց Սամվելին, եւ նա ասեց. «Ահա ես», եւ հեղի մոտ վազեց, ասեց. «Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր»։ Եվ նա ասեց. «Ես չկանչեցի, դարձիր պարկիր»։ Եվ նա դարձավ պարկեց, եւ Տերը դարձյալ կանչեց Սամվելին։ Եվ Սամվելը վեր կացավ հեղիի մոտ գնաց եւ ասեց. «Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր»։ Եվ նա ասեց. «Ես չկանչեցի որդիակս, դարձիր պարկիր»։ Եվ Սամվելը Տիրոջ դեռ չէր ճանաչում, եւ Տիրոջ խոսքը դեռ նրան հայտնված չէր։ Եվ դարձյալ 3-րդ անգամ Տերը կանչեց Սամվելին, եւ նա վեր կացավ հեղիի մոտ գնաց եւ ասեց. «Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր»։ Եվ հեղին իմացավ, որ Տերն է կանչում մանուկին։ Եվ հեղին Սամվելին ասեց. «Գնա պարկիր
Եվ եթե քեզ կանչի, ասիր, խոսիր Տեր, որովհետև քո ծառան լսում է, եւ Սամվել գնաց իր տեղը պարկեց։ Եվ Տերը եկավ կանգնեց եւ առաջին անգամների պես կանչեց Սամվելին. Սամվել, եւ Սամվելը ասեց, խոսիր, որովհետև քո ծառան լսում է։ Այն ժամանակ Տերը Սամվելին ասեց. ահա ես Իսրայելի մեջ մի բան կանեմ, որ ամեն նրան լսողը երկու անգամ կհնչեցնի, երկու ականջներ կհնչեցնի։ Հետաքրքիր է, երբ որ Աստված լռում է, ինքը պատրաստում է ինչ որ բան անելու, որ երկու ականջները հնչեցնի։ Աստծո լռությունը ոչ թե նրա համար է, որ մենք հիասթափվենք, Աստծո լռությունը նրա համար է, որ մենք պատրաստվենք։ Աստված սիրում է խոսալ, բայց ի՞նչն է պատճառը, որ Աստված լռում է, Աստված բան է պատրաստում։ Նույն ձևի է ժամանակներ մեջ ասում են, գիտեք, մի 15 տարի, 20 տարի մի քիչ եկեղեցիները ուրիշ կյանքով էին ապրում, ուրիշ ինչ մի հատ բաներ, ջերմություններ, ուրիշ շարժեր, լսի, Աստված ինչ որ մի բան պատրաստում է։ Ստեղ Աստված ցույց է տալի հավատարիմների ու չհավատարիմների տարբերությունը։ Եվ սրա մեջ մենք հասկանում ենք, Տեր, ինչ որ մի բան պատրաստում ես դու մեզ կյանքում։ Ինչ տեղի ունեցավ, երբ որ Սամվելն ասեց Աստված, ասեց, ես մի բան եմ պատրաստում, որ ամբողջ Իսրայելը երկու ականջներին պետք է հնչեցնեմ։ Ու այսօր Աստված է այսօր պատրաստում է մեր կյանքի մեջ այդ լռության ժամանակաշրջանում։ Բոլոր պատմության ժամանակ եղել է, որ Աստված լռել է։ Երբ որ Աստված խոսք տվեց Աբրահամին, որ դու զավակ պետք է ունենաս, Սարան Աբրահամին ասեց, ես չեմ կարող քո համար երեխա ծնեմ, բայց կա մեկը Հագարը, որ կարա ծնի։ Եվ երբ որ գնաց 14 տարի Աստված չխոսած Աբրահամի հետ։ Եվ դից հետո Աբրահամին հայտնվեց նորից, ասեց, լսի, ես քեզանից ու Սարայից եմ երեխա տալու։ Խոստմունքը տվեց, որ Սարայի միջոցով պետք է տա։ Եվ տվեց այն խոստմունքը, որ Աստված խոստացել է շատ տարիներ առաջ Աբրահամին։ Երբ որ Աստված լռում, Աստված բան է պատրաստում մեզ համար։ Սա շատ կարևոր է, որ ամեն մի սիրտ հասկանա իրան, որ երբեք ու երբեք են հիմար կույսեր նման չասի, հատ է բոլորս էլ նույնն ենք էլի լավ է։ Ինչ կան, որ յուղ ունենք, հերիք ա մեզի, հերիք չի։ Որտեվ Տերը մի բան է պատրաստում, որ կարող է հերիք չանի, նրան էլ, դրա համար հավաքի յուղդ։ Լռության ժամանակը յուղ հավաքելու ժամանակ է տալի Աստված։ Լռության ժամանակում Աստված չի տալ, որ մենք անհոգ լինենք։ Լռության ժամանակում Աստված յուղ է տալի, որ պատրաստենք մենք այդ յուղերը։ Լռության ժամանակում Աստված տալիս է մեզի հնարավորություն, որ հավաքենք, որ մեր յուղերը պատրաստ լինեն։ Դրա համար Տերը սորտնի մեզ։ Մի պատմության մասին եմ ուզում կարդալ։ Դանիելի ժամանակ, գիտենք, երբ որ Նաբուգոդոնոսորը Բաբելոնը եկավ, Նաբուգոդոնոսորի միջոցով ամբողջ Երուսաղեմը քանդեցին, տաճարը քանդեցին, ունեցվածքը տարան, ժողովրդին սպանեցին, միայն թողեցին Երուսաղեմում են մարդկանց, ովքեր որ շատ տարիքով էին ու հիվանդ էին, իսկ այն առողջ երիտասարդներին տարան, որ թագավորի առաջ կանգնացնի, որ թագավորի առաջ պետք է ծառայեն։ Ու տեսեք ինչ է տեղի ունենում, որ Երուսաղեմը չկա, Աստծո օրենքը չկա, տապանակը չկա, ու ինչ լավ ազատ կյանք կարանք ապրենք։ Թեկուզ Բաբելոնում գերության ենք տարել, բայց լավ ազատ կյանք կարանք ապրենք։ Բայց հետաքրքիր է Դանիելը տեսեք ինչ ասում։ Դանիելի գիրքը 3-րդ առաջի գլուխ 3-ից 6-րդ խոսքերը։ Եվ թագավորն ասեց իրան ներքինապետ Ասփանեզին, որ բերեն Իսրայելի որդկանցից եւ թագավորական սերունդիցը ու իշխանած զուներիցը բնավ արատ չունեցող եւ գեղեցկադեմ եւ ամեն իմաստության ընդունակ եւ գիտության տեղյակ եւ հանճարեղ եւ թագավորական պալատում կանգնելու կարողություն ունեցող տղերք եւ նրանց սովորեցնեն քաղդեացիների գիրը ու լեզուն եւ թագավոր նրանց համար օրական ռոճիկ որոշեց թագավորի կերակուրիցը եւ իր խմած գինիցը եւ որ նրանց սնուցանե 3 տարի եւ հետո կանգնեցնեն թագավորի առաջին եւ նրանցում կային Հուդայի որդիներիցը Դանիելը, Անանյան, Միսաելը եւ Ազարյան։ Հետաքրիր է այս գերիների մեջ 4 երիտասարդները կային, որ իրանք պետք է թագավորի պալատից օգտվեին։
իր կերակուրից, իր գինիցը, որ 3 տարի հետո պետք է թագավորի առաջ կայնեին։ Տեսեք մի հատ փակ իրավիճակ էր, որ թագավորի ուտելուց բացի ուրիշ կերակուր չէին կարող իրանք ուտեին։ Ու թագավորի կերակուրը կուրքի կերակուր էր։ Անպայման պետք է տանեին իրանց կուրքի անունով զոհեին, այդ կերակուրը պետք է պատրաստեին ու բերեին, որ Դանիելը պետք է ուտեր կամ 3 ընկերները։ Ու Դանիելի հետ էլի կային իսրայելացի երիտասարդներ։ Սա պարզապես ինչա մենակ Դանիելը գրված, որովհետև մենակ Դանիելը որոշում արեց ինչ որ մի բան, որ մի քիչ կանցնենք։ Բայց սրանց հետ շատ իսրայելացիներ կային։ Հրյաներ շատ երիտասարդներ կային, շատ տարիքով մարդիկ կային, շատերը կային, որ տարել էին, որ այդ օրը ու այդ երիտասարդներին չան, վախ հազիվ պրծանք էս օրենքից։ Այ մարդ էս օրենքը ինչ ա մեզի անում։ Ու ինչ տեղի ունեցավ, որ երբ որ այդ ամեն ինչ ասեցին, Դանիելը սենց ասեց։ 8-րդ խոսքից մինչև 14-ը։ Եվ Դանիելը որոշեց իր սրտում, որ իրանց չպղծեն թագավորի կերակուրովը եւ նրա խմած գինիովը, եւ խնդրեց ներքնապետիցը, որ իրան չպղծե։ Եվ Աստված Դանիելին շնորհք եւ ողորմություն տվավ ներքնապետի առաջին։ Եվ ներքնապետը ասեց Դանիելին. ես վախենում եմ իմ Տեր թագավորիցը, որ որոշել է ձեր ուտելիքը եւ խմելիքը, որտեւ ինչու համար նա ձեր երեսները վատ տեսնե, այն տղերանց երեսներիցը, որ ձեզ հասակակից են, եւ ինձ գլխապարտ անեք թագավորի մոտ։ Եվ Դանիելը ասեց Մելսարին, որին ներքնապետը դրել էր Դանիելի, Անանիայի, Միսայելի եւ Ազարիայի վրա, աղաչում եմ փորձիր ծառաներիդ մի 10 օր եւ մեզ ուտելու համար ընդեղեն եւ խմելու համար ջուր տան եւ Երևան քո առաջին մեր դեմքը եւ այն տղերանց դեմքը, որ թագավորի կերակուրից ուտում են եւ ինչպես որ տեսնեն նրա համեմատ արա ծառաներիդ հետ եւ նա լսեց նրանց այս բանի համար եւ նրանց փորձեց 10 օր։ Հետաքրքիր է, որ Դանիելը որոշեց իր այդ 3 ընկերների հետ, որ չպղծվե իրանք, այլ պահեն իրանք։ Տեսեք, Աստված լռության ժամանակ էր։ Հետաքրքիր է, լռության ժամանակ մենք գործում ենք այն, ինչը որ մեր ներսում պաշար կա դրած։ Մենք երբ որ լռության ժամանակ ենք անցնում, մեր ներսի հավատքը ինչ չափ է, այդ հավատքով էլ մենք սկսում ենք շարժվելը։ Շատ անգամ ասում ենք, տես այս մարդը սենց խոսած, այն մյուսը սենց խոսած, այն մի քարոզիչը էս պատմեց, լսի, ինչը որ քո սրտին մոտիկ է, դու էդ ես ընդունում։ Ինչով որ դու լսված ես, դու էդ ես ընդունում։ Դանիելի կյանքում Աստված լռեց։ Ամբողջ Իսրայելի կյանքում լռած էր Աստված։ Մոտ 70 տարուց ավելի գերության մեջ էին իրանք։ Աստված ոչ մի մարգարե չէր բարձրացել ու ասել, լսեք ինձ, որ ես պետք է սենց անեմ։ Վերջի մարգարեն ով էր այդ ժամանակ։ Երեմիան էր։ Ու չկար այդ ժամանակաշրջանում մարգարե։ Բայց որոշում կար Դանիելի սրտի մեջ, որ ինքը չի պղծվելու այդ պղծությունով։ Ու երբ որ փորձեցին 10 օր, հետո տեսան, որ Դանիելի, Սեդրակի, Միսակի, Աբեդնագովի երեսը ավելի գեղեցիկ էր, ավելի կարմրաթուշ էին, չեն մնացած Իսրայելի որդիները, որոնք արդեն ուտուշ խմուշ էին թագավորի սեղանից։ Եվ այս լռության ժամանակաշրջանը շատ կարևոր է մեր համար։ Իմ ու քո համար շատ կարևոր է։ Երբ որ Աստված լռում է, իմացի Աստված չի քնած, մենք կարանք քնենք, բայց Աստված չքնի, բայց ինքը բան է պատրաստում։ Ու լռության ժամանակ շատ կարևոր որոշումներ է գալի մեր կյանքի մեջ։ Մի տեղ եմ ուզում կարդալ, կներեք, որ մի երկու տեղ շատ եմ էլի կարդում ես անգամ։ Եզրասի գիրքն եմ կարդում, 2-րդ գլուխ 61-ից 63-րդ խոսքը։ Եվ քահանաների որդիներիցը Աբայայի որդիքը, Ակուսի որդիքը, Բերզելի որդիքը, որ Գաղադիցը Բերզելի աղջիկներիցը կին առնելով նրանց անունովը կոչվեցան, սրանք որոնեցին իրանց ազգաբանության գիրքը, բայց չգտան, վասն որ նրանց լուծեցին քահանայությունցը։ Եվ Աթարսաթարն ասեց նրան, ամենասուր բաներիցը չուտեն, մինչև որ մի քահանա վեր կենա Ուրիմով եւ Թուրիմով։ 70 տարի անցավ, Դանիելի ժամանակ 70 տարի անցան,
ու վերադարձան բոլոր ժողովուրդը վերադարձան դեպի Երուսաղեմ։ Մարդիկ եկել են Երուսաղեմ ու վերականգնեն իրանց տոհմածառը, ոնց որ ասած, որ իրանք ովքեր են եղել, որ շարունակեն իրանց ծառայությունները։ Բայց ասում է այդ մարդիկ քաղդիացիների աղջիկներից էին առել ու այդ աղջիկների անունով էին կոչվել, ինչի որովհետև շատ լավ է, էլի։ Դե իմ տեսեք Բաբելոնում որ գնացել է մարդը, Բաբելոնի ազգանունն է վեկալում, Բաբելոնի անունն է վեկալում, Բաբելոնի աղջկա հետ ամուսնանում, գիտեք ինչի, որ պրախոդ ունենա այնտեղ, որ լավ ապրի, որ ճանապարհ լինի, որ ավելի բարձր պաշտոն լինի։ Ու այդ մարդիկ այդ ձև ապրելով ու իրանց սուրբ չպահելով, ինչ տեղի ունեցան, որ իրանց անունները ջնջվել էր, կորել էր քահանայական ցեղից։ Այս մարդիկ քահանական ցեղի մեջ էին պատկանում, բայց քահանական ցեղի մեջ պատկանալով լռության մեջ չկարողացան իրանց պահել սրբության մեջ։ Ու ինչ տեղի ունեցավ, իրանց անունները ջնջվեց։ Դանիելը որ չի պատկանում քահանայական ցեղին, Դանիելը իրանց սուրբ պահեց, եւ ինչ տեղի ունեցավ, որ 4 թագավորություններ անցան ու Դանիելին Աստված պատվավոր դեղեր էր դնում, ու Դանիելի անունը չջնջվեց։ Լռության ժամանակաշրջանում ուշադիր եղեք։ Եթե մենք փրկվել ենք ինչ-որ ժամանակաշրջանում, ու այդ փրկության ժամանակ մենք ջրով ենք մկրտվել, մասնակցել ենք ծառայությունների, լռության ժամանակում կարող մի հատ ժամանակ կա, որ թույլ տանք, որ մեր անունները ջնջվի տեից։ Եվ եթե մենք անհոգ լինենք այդ լռության ժամանակաշրջանում, մեր անունները կջնջվի ոնց որ քահանայի որդիների անունները։ Բայց Աստված ինչ անում, պատրաստում է մի բան, որ այդ ժամանակ մեր անունները չջնջվի։ Որտեվ երբ որ մեր անունները կարդացվի կյանքի գրքի մեջ, գիտեք կես ժամ ասում են ինչ որ լռություն է տեղի ունենում։ Այդ կես ժամը ինչ լռություն է։ Շատ անգամ ես սենց եմ հասկանում այդ լռության պահը, որ այդ լռությունը անուններ կարդալու պահը։ Կես ժամ տեղի ունենալ, հիմ չգիտեմ այդ երկնքու համար կես ժամը ինչքան ժամանակ է տևում, բայց սենց մի բան ասեմ։ Մոտս ցուցակ կա գրած։ Մի քանի մարդկանց անուններն է։ Ում անունը որ կարդում եմ, իրանք ողորմություն են ստանում ու իրանք կյանք են ունենում։ Ում անունը որ չեմ կարդում, իրանք գնալու են դժոխք։ Ու դա կարդացվում է երկնքում։ Ու հասկանում ենք մի բան, որ ինչքան կարևոր է, որ մեր անունը կարդացվի, ինչքան լռության մեջ կընկնենք, որ այդ անունը կարդացվի։ Ու այդ քանայի որդիները եկան, ման եկան իրանց անունները ու չգտան։ Լռության ժամանակում շատ անգամ սատանեն գալիս է ջնջելու մեր անունը կյանքի գրքից։ Բայց մենք հասկանում ենք մի բան, որ լռության ժամանակաշրջանում ոչ թե մեր դժվարությունն է, մեր աղքատությունն, այլ մեր պատրաստվածությունն է, մեր ոգևորությունն է, որովհետև սրա մեջ Աստված բան ունի պատրաստած ինձ ու քո համար։ Աստված բերում է լռության ժամանակաշրջան, որովհետև մեր հաղթությունը սրա մեջ է, լռության ժամանակի մեջ է։ Եգիպտոսը երբ որ սովի կյանք ունեցավ 7 տարի, Եգիպտոսը սովի կյանքում 7 տարվա ընթացքում ավելի շատ հարստացավ, չեմ մնացած ժամանակ։ Լռության ժամանակ իմ ու քո հարստանալու ժամանակն է։ Իմ ու քո զոտնալու ժամանակն է, ուժ հավաքելու ժամանակն է։ Գիտեք շատ միջի Աստված բերում է այս ժամանակը, որ այն մարդիկ, որոնք որ ոգևորված են, այդ ոգևորությունը իշնի ցած։ Բայց այն մարդիկ, որոնք որ հավատքի իման վրա են հիմնված, հավատքը բարձրանում է լռության ժամանակ։ Հավատքը հույս է տալի մարդին լռության ժամանակ։ Հավատքը համբերություն է տալ լռության ժամանակ։ Բայց ինչն է պատճառը, որ Աստված թույլ է տալի, որ եթե մի բան ոգևորությունից է, ոգևորությունը չունի համբերություն։ Ոգևորությունը չի սպասում։ Ոգևորություն մարվում է ու վերջանում է։ Այսօր մենք ոգևորությունով չենք մտնել երկինք, այսօր մենք հավատքով ենք մտնել երկինք։ Ու շատ ժամանակ կարևոր է, որ երբ որ լռության ժամանակ հասկանում մեր ներսը, որ ինչ որ տագնապ է, մեր ներսը անհանգստություն է, մեր ներսը համբերություն չկա, մեզ պետք է յուղը հավաքենք, որի անունն է համբերություն։ Ով իմանց մի քիչ էլ համբերի Տիրոջը։ Ով իմանց մի քիչ էլ սպասի Տիրոջը։ Տերը չի ուշացնի,
Տերը կգա, Տերը խոսք է տվել, Տերը կգա, Տերը կանի, Տերը կգործի, չի ուշացնի, բայց ինչի համար անցկացնում ինձ, որ ես լցվեմ Տիրոջ յուղով։ Հետաքրքիր է, որ մինչև Քրիստոսի գալը այս կույսերը ունեին վառելիք վառվելու, բայց նրանք չունեին։ Ոչ իմաստուններ չունեին, հիմարներ չունեին վառվելու բան։ Իրանց հավատքը արդեն մարված էր։ Իրանց հավատքի մեջ չկար կրակ, համբերություն չկար։ Լապտերները դրանց մարդկանց հավատքն էր, բայց ներսում ինչ էր վառվում։ Դա արդեն մեր տված մեր հույսն է, որ մենք ունենք, մենք վառվում ենք, մենք նրանով սպասում ենք, համբերություն ունենք։ Այսինքն կա դատարկ հավատք եւ կա հավատք, որը որ լցված է իր սպասումներով, իր համբերությունով, իր զսպվածությունով, Աստծո բոլոր պտուղներով։ Եվ լռության ժամանակում դա մենք սկսում ենք հավաքելը դրանք։ Տեր օգնիր, այս մի պահով ես չեմ կարող համբերեմ, Տեր ինձ օգնի ինձ։ Բոլորիս կյանքում գալու է լռության ժամանակաշրջան։ Իմ ու քո կյանքում։ Ամեն։ Տեր օրհնի ամեն մեկիս։ Ես մի տեղ եմ ուզում կարդալ։ Հետաքրքիր է, եկեք մի հատ կարդանք Մարկոս ավետարան 13-րդ գլուխ 33-ից 37-րդ համարները։ Այդ նույն համարները նաև Ղուկասի մեջ է գրված, Մատթեոսի մեջ է գրված այդ նույն մասին, վերջի ժամանակների մասին, որը որ մենք այսօր շատ ուշադիր ենք, շատ զգուշ ենք, շատ զգայուն ենք, ուզում ենք հասկանանք, լավ վերջի ինչ է լինելու։ Տեսեք ինչ է ասում Տերը։ Զգուշ կացեք, զգուշացեք, արթուն կացեք եւ աղոթ արեք։ Որտեղ չգիտեք թե ժամանակը երբ է։ Ինչպես մի մարդ, որ հեռու աշխարհ գնալիս իր տունը թողեց եւ իր ծառաներին իշխանություն տա եւ ամեն մեկին իր գործը եւ դռնապանին հրամայ տվավ, որ արթուն կենա, այդ արթուն կացեք, որ չգիտեք թե տանտերը երբ կգա, իրիկունը, թե կես գիշերին, թե հավի խոսելու ժամանակ, թե առավոտանց, որ չլինի թե այն հանկարծ գալով ձեզ քնած գտնե, բայց ինչ, որ ձեր ասում եմ, ամենին եմ ասում, արթուն կացեք։ Հետաքրքիր է Հիսուսը աշխարհի վերջի այդ ժամանակները պատերազմների ժամանակ որ ասում է, վերջում սա իտոգի է բերում իր առաքյալներին, ասում է զգուշ եղեք, արթուն եղեք սրա մեջ։ Այս ինչ որ տեղի է ունենում հասկանալով մեզ, որ այդ ժամանակներն է, որ մենք սկսենք աղոթի մեջ լինելը։ Այն չի որ մեր տարիները անցավ, всё, մենք չէ, զգուշ եղի։ Տերը օրես մի օր գալու է ու մենք չգիտենք երբ։ Տերը վերցնել է իր եկեղեցին, չգիտենք երբ։ Բայց հետաքրքիր է, արդյոք մենք լինելու ենք այն ինչը որ Տերը կանչելու է մեզ։ Ինչով որ լցված ենք մենք, ինչ որ այդ յուղով լցված ենք մենք։ Դրա համար շատ կարևոր է որ մենք հասկանանք, Տեր օգնի մեզ հասկանալու մի բան։ Ես չեմ ուզում կարդալ այդտեղ, ես ուզում եմ այդ պատմություն բանամ, երբ որ Հիսուսը գնաց աշակերտների հետ աղոթելու, լավ, չեմ կարդում, Գեսեմանի պարտեզ, երբ որ գնաց աղոթելու, ինչ տեղի ունեցավ, որ Քրիստոս ասեց, ստեղ մնացեք, արթուն եղեք իմ հետ ու աղոթք արեք։ Ու ասում է ինքը գնաց մի քիչ առաջ ու աղոթեց, եւ մի ժամ հետո վերադարձավ, տեսավ աշակերտները քնած էին։ Արթնացրեց, ասեց, մի ժամ չկարողացաք ինձ հետ արթուն կենալ, արթուն կացեք եւ աղոթք արեք։ Գիտեք, դա մի հատ լռության ժամանակաշրջան էր, որ աշակերտները ապրում են մի հատ հիասթափության մեջ, որովհետեւ Զատիկի ժամանակ, երբ որ նշեցին, Հիսուս ասեց, որ պետք է մատնվեմ, պետք է քահանայապետների ձեռքն գնեմ, պետք է ինձ սպանեն, եւ այդ ինֆորմացիան ծանրացրել էր իրանց։ Ու այդ ինֆորմացիաները այնքան են ծանրացնում, որ մարդու քունը տանում է։ Բայց Տերը ասեց արթուն կացեք։ Ինչի համար, որ այդ ժամանակները որ կգան, փորձության մեջ չընկնեք։ Եվ Աստված տալիս է այդ ժամանակներ մեր համար, ինչի որ փորձության մեջ չընկնենք, որ աղոթքի կյանք ունենանք։ Ու նույն ձևի է, այսօր տենում ենք այս ամեն ինչ որ կատարում է, հասկանում ենք մի բան, Տերը մեզ արթնացնում է, ինչի որ աղոթենք։ Եթե մենք կարողանանք իր հետ արթուն լինել, փորձության չենք հանդիպի։
Բայց չգիտեմ ինչի քնած ենք, վերջում այդ հիմար կույսերի նման, երբ որ հանգարց մի հատ ձենը լսում ենք, որ փեսան մոտենում է, իրար են գալու ու ձեթ է ուզում։ Ձեթ չի լինի այդ ժամանակ։ Ինչ որ մի հատ դժվար վիճակի մեջով ենք անցնում, հիվանդության վիճակի մեջով ենք անցնում, մեկ էլ տեմ ենք, սկսում ենք թափել, գիտեք, աղոթեցեք ինձ համար, որովհետև սենց են ասել։ Որովհետև սենց հիվանդություն են գտել իմ վրա, աղոթեցեք մի հատ իմ համար, լսի, բա մինչև այդ ինչ է իրանում։ Ախր չէ որ դա էլ Աստծո կողմից ողորմություն, հիվանդությունը Աստծո կողմից տված ողորմություն է։ Ինչի, որ մենք արթուն լինենք։ Հավատացեք, որ մենք արթուն լինենք։ Որտեվ երբ որ մարդ առողջ է, իր հոգևոր կյանքը տենում ես, երբ որ մարդը հիվանդ է ու իր հոգևոր կյանքը տենում ես, հասկանում ես մի բան, որ այս հիվանդ մարդու հոգևոր կյանքը ավելի բարձր ու ռովենիվ է եղել, չեմ են առողջ ժամանակ։ Տեր, ինչի ես բա թույլ տալի, որ մենք արթուն լինենք։ Ինչի աշխարհես վիճակով անցնում, որ իրան հավատացողներ արթուն լինեն։ Դրա համար այսօր Տերը ասում արթուն մնացեք։ Եթե 1 ժամ կարողանանք արթուն լինել Տիրոջ հետ, այս փորձություններով չենք անցնի։ Բայց ինչ տեղի ունեցավ, արթուն չեն մնում։ Դրա համար Տերը ուզում է, որ այսօր ամեն մեկս ունենանք այս արթնությունը, հասկանանք մի բան, լռության ժամանակի մեջ Աստված բան ունի պատրաստած մեր համար։ Ամեն։ Դա համար լռության ժամանակ չձանձրանանք, լռության ժամանակ չհիասթափվենք, հասկանանք մի բան, եթե Տերը լռում է, Տիրոջ լռության մեջ էլ Տերը խոսում է։ Եթե մենք ճանաչում ենք իրան, հասկանում ենք, Տերը միշտ էլ խոսացել է մեր հետ։ Խոսացել է լռության մեջ, խոսացել է ձայնի մեջ, խոսացել է բնության միջոցով, խոսացել է կարդալու միջոցով, խոսացել է մեկին հանդիմանելու միջոցով։ Տերը միշտ էլ խոսացել է, բայց ինչ չափով ենք մենք լսում այսօր։ Համար Տերը սորտնի մի տեղել եմ ուզում կարդալ ու վերջացնել։ Մատթեոս ավետարան 26-րդ գլուխ 38-ից 41-րդ խոսքը։ Այսի ես Գեցսեմանի պարտեզներ, լավ այդ տեղը արդեն էլ չեմ կարդում, ու հետաքրքիր է, էլի որ Աստված սրա մեջ ասում է, այդպես 1 ժամ էլ չկարողացիք ինձ հետ աղոթում կենալ։ Արթուն կացեք եւ աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Այսօր շատ կարևոր է, որ մենք հասկանանք, լռության ժամանակում Տերը բան ունի պատրաստած մեզ համար։ Լռությունը մեզի խեղճացնելու համար չի, լռության մեջ մենք փնտրում ենք Տիրոջ կամքը։ Լռության մեջ մենք հասկանում ենք մի բան, Տեր, օգնի մեզ։ Օգնի մեզ հասկանանք այս լռությունը ինչի համար է ստանում մեզ։ Որ մեզ զգայարաններ ավելի լարվեն, մենք հասկանանք ավելին, թե ինչի համար է Տերը պատրաստում մեզ համար։ Ամեն։ Տեր օրհնի մեզ բոլորիս։ Որ երբեք ու երբեք չնեղանանք, չնեղվենք, մեր սրտերը չթուլանա, հասկանանք մի բան, շատ անգամ մեր կյանքում լինում է ծրագրեր, որ մենք ունենում ենք ծրագրեր, բայց հասկանում ենք, որ Տերը չի պատասխանում։ Ինչի համար, որովհետև Տերը պատրաստում է մի բան մեր համար։ Ու դրա մեջ մենք ավելի ոգևորված լինում, ավելի ենք պատրաստում մեզի։ Տերը օրհնի ամեն մեկիս, որ հասկանանք մի բան, մենք Տիրոջ համար, Տիրոջ հետ ենք։ Տերը մեր հետ է։ Մենք այսօր ժամանակներ անցնում, որ մենք արթուն լինենք։ Մենք այսօր ավելի աղոթքի կյանք ունենանք, ավելի մեր սիրտը սպասի Տիրոջը, մեր սիրտը փափագի Տիրոջը։ Ես ու դու կարիք ունենք։ Ամեն։ Գիտեմ, երբ որ ինչ-որ մարդիկ կային դժվարության մեջ եղան, սկսեցին զանգելը, մեզի բանանելը, որ աղոթեցեք, բայց մինչև այդ մարդիկ չէին զանգում։ Եթե մենք մարդ լինելով մեզի զանգում են իրենց նեղության ժամանակ, էլ որքան Աստծուն են զանգում չերես աղոթքով նեղության ժամանակ։ Համար Աստված թույլ է տալի այդ լռության ժամանակ, որ շատ անգամ զանգեն, ասեն Տեր օգնի մեզի։ Տեր մենք սրա վիճակի մեջ ենք, օգնի մեզի։ Բայց Տերը ասում է, եթե ուզում ես այդ ճանապարհով չանցնես, արթուն եղի Աստծո հետ։ Արթուն եղի Տիրոջ հետ, ու այդ ճանապարհով չես անցնի։ Ամեն։ Տեր օրհնի, եկեք կանգնենք աղոթքի։ Լռության ժամանակաշրջանը Աստված խոսում է մեր սրտի հետ, Աստված գործում է մեր սրտի հետ։ Ինչը որ մարդու սրտու մեջ կա, լռության ժամանակաշրջանում երևում է։
ինչը որ ասենք լավ բարգավաճ ժամանակ է, այդ ժամանակ մարդուն չես կարող ճանաչի, մարդու սիրտը չի երևում, ինչ կա, բայց լռության ժամանակ երևում է, դե մարդու սրտի մեջ ինչ կար։ Իմացեք, ամեն մի ձմեռ ծառի համար լռության ժամանակաշրջան է։ Մենք տենում ենք ծառը չորացած, նման է չորանալու, տենում ենք տերև չկա վրան, տենում ենք ձուն ավրեն նստած, լռության ժամանակաշրջան է, ու մենք շատ անգամ մտածում ենք, ասում ենք, օտենաս էս ծառը բերք կտա էս, բայց հավատա, դու ես տեն, որ լռության ժամանակա, բայց ծառի համար լռություն ժամանակաշրջան չի։ Ծառը ինքը աշխատում է ձմեռնել, ծառի մեջ կյանք կա ձմեռնել, ծառը գործում է արմատների մեջ ձմեռնել, ինչի համար, ինքը պատրաստվում է, ինչին է պատրաստվում, գարնանը, պատրաստվում է, որ երբ որ գարունը բացվի, ինքը սկսի ծաղկելը, ու նույն ձևի, երբ որ Աստված այս ամեն ինչը պատմեց, Քրիստոսը պատմեց, ինչ ասեց, ասեք, տեսեք, այդ ամբողջ պատմությունը ասում է, տեսեք առակը, թզենու առակը ասում է, այդ ամբողջ պատմությունը պատմեց, որ ինչ ալնելու ազգ-ազգի դեմ, եղբայր-եղբոր դեմ, չէ, այդ ամեն ինչը պատմա, եւ վերջում ասում է, թզենից սովորեցեք առակը, երբ որ իր տերևները փափկում է, հասկանում ես, որ ամառը մոտ է։ Ինչ անում տերևները փափկելու մեջ թզենին, ինքը պատրաստվում է ամառան։ Պատրաստվում է թզենին ամառը։ Ու նույն ձև ես ամեն ինչը մենք տենում ենք, ինչ ենք անելու, մենք պատրաստվում ենք, ում, Տիրոջը, մենք պատրաստվում ենք այն պատրաստվածության, որ Տերը պատրաստում է մեզ համար։ Գիտեք, երբ որ շփորի ձայնը լսվի, հայտնության մեջ ենք կարդում, որ Երանի այն ազգին, որ շփորի ձայնը կլսեն մարգարեության մեջ, սաղմոսների մեջ, հայտնության մեջ էլ ասում է, որ շփորներ կան, որոնք հնչում են, սկավառակներ կան, որոնք գցում են, շեփորներ կա, որոնք որ հնչում են, եւ ասում է, այդ շեփորների ձայնը, երբ որ գալիս է, այդ ժամանակ արդեն ուշ է պատրաստվել է։ Մենք միջև այդ ձայնը պետք է պատրաստվենք։ Եվ այսօր երբ որ լսում ենք աշխարհում ինչ է կատարվում, դրանք ձայներ են մեր համար։ Մենք որ լսենք, հասկանանք, որ մոտիկա, թզենին արդեն տերևները ուռում է։ Տերևները արդեն մոտ է ամառանը, մեզ ինչ է պետք, պատրաստվել է պետք։ Ինչը պատրաստենք, մեր սիրտը պատրաստենք, մեր հավատքը պատրաստենք, այս դժվարությունների ժամանակ չհիասթափվենք, հասկանանք, հույսով լցվենք, զորությունով լցվենք, հասկանանք մի բան, որ Տեր շնորհակալ եմ այս օրերի համար, որ այս օրերը դու մեր համար ես պատրաստել, որ մենք պատրաստվենք քո համար։ Ամեն Տեր օրհնի այսօր ամեն մեկիս, մենք Տիրոջ կարիք ունենք։ Տերը այսօր փրկություն է պատրաստել մեզ համար։ Իմ ու քո անունը գրված է կյանքի գրքի մեջ։ Այսօր շատ կարևոր է, որ անպատրաստվածությունով չջնջենք այդ կյանքի գրքից այն անունները։ Հավատացեք, 10 կույսերի անուններն էլ Փեսայի մոտ կային։ Բայց քան որ իրանք պատրաստ չէին, իրանց անունը ջնջվև։ Ու Տերը ասեց, չեմ ճանաչում, արդյոք չէր ճանաչում։ Չէր ճանաչում, որովհետև իրանք անփույթ էին։ Չէր ճանաչում, որովհետև կյանքի գրքի մեջ չկար իրանց անունը։ Դրա համար այսօր շատ կարևոր բանը, որ մեր անունը գրված է կյանքի գրքի մեջ։ Երկրորդը, որ պահենք, որ այդ անունը չջնջվի կյանքի գրքից։ Ամեն։